Դերասան Ռաֆայել Երանոսյանը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել։ Նա նաև շատ հաճախ հրապարակումներով կիսվում է ինստագրամյան ու ֆեյսբուքյան հարթակներում։ Սոցիալական իր էջերում երեկ Ռաֆայելը ցավալի լուր է հայտնել։ Նա պատմել է այն մասին, որ կորցրել է ընկերոջը։ Դերասանը գրել է հետևյալը. «Հայկ, լույսերի մեջ մնաս, բարի հասնող ընկերս, ցավակցում եմ բոլորիս», նշել էր դերասանը։ Star News-ը ևս իր ցավակցությունն է հայտնում։ Կյանքի ուղիներով հաղորդման հերթական հյուրը դերասան Ռաֆայել Երանոսյանն է։ Star News-ը հետևել է զրույցին ու առանձնացրել հետաքրքիր հատվածները։ Ռաֆայելը հաղորդման ընթացքում խոսել է մայրիկին կորցնելու մասին։ 2015 թվականին 65 տարեկան հասակում մահացել է դերասանի մայրը։ Ռաֆայելը երեկոյան էր վերադարձել Միացյալ Նահանգներից։ Խոսել էր մայրիկի հետ ու խոստացել, որ առավոտյան գյուղ կգնա։ Բայց առավոտյան իմանում է մոր հանկարծակի մահվան մասին։ Շատ անգամ նա իրեն է մեղադրում, միգուցե նախորդ օրը գնար և ամեն բան այլ կերպ լիներ։ Հիմա ամենակարևոր միջոցառումներից, ներկայացումներից առաջ գնում է, նստում ու զրուցում մայրիկի հետ։ Այս մասին խոսելիս Ռաֆայել Երանոսյանը նշեց հետևյալը. «Իմ ամենալավ հանդիսատեսը մամաս էր։ Ասում էր շատ լավ ա։ Պապաս ասում էր տղա ջան, ծամածռություն է սա։ Մամաս ասում էր, հա ինչ, լավ չի, ոգևորում էր ինձ։ Սենց մի բան կա չէ, արա էնքան լավ գործեր, որ ընկնես դրախտ։ Ես համոզված եմ, իմ մայրը էնքան բարի կին ա եղել, որ հիմա դրախտում ա։ Ես գիտեմ, որ մենք էլ բարի գործեր պիտի անենք, որ գնանք դրախտ ու մեր մայրիկի կարոտն առնենք։ Տարեց տարի ավելի է զգում այդ բացը։ Շատ կուզեի, որ մայրս տեսներ էն ինչ ունենք հիմա։ Ուրիշ է մայրական ջերմությունը, մեկ ա, որ փանում ես հենց մամայից հետո։ Ճիշտ ա, պապան մեր կողքին ա, արարում ա, սարի պես մեր մեջքին կանգնած ա, հորաքույրս, Նախշունը, որ ամեն ինչ անում ա, որ տանը մամայի բացակայությունը չես զգում, որովհետև տունը մաքուր ա, շեն ա, ուտելիք կա, դուռը բաց ա, բայց միևնույն է, կա մի հատ բաց, որ էդ միայն մաման կարող էր լրացնել։ Իմ ընկերներն էլ շատ լավ գիտեն, ես էդ ամենաշատն եմ հումորի տալիս, քանի որ եթե լրջացնեմ, կարող ա գժվեմ կարոտից։ Հումորի եմ տալիս, որովհետև իմ մաման շատ բարի, հյուրասեր, սիրված, էն լավ հարսն ա եղել մեր ազգի համար։ Ու բոլորը մինչև այսօր հիշում են, գալիս ասում են, ա դե նաթ էլ չկաս էլի, ինքն իր վատ լինելուց չէր խոսում, ու դրա արդյունքում մահվան ժամանակ ոչ մեկս իրա կողքը չէինք, երեկոյան եկա, հյուրախաղերից էի գալիս։ Միշտ գյուղ էի գնում, էդ օրը չգիտեմ ինչ եղավ, մնացի քաղաքում, առավոտյան զանգեցի, ասեցին հասի, մինչև հասա, եղավ են ինչ եղավ։ Մենք չէինք հավատում, որ կարա սենց բան լինի։ Առողջական խնդիրներ, ճնշում ուներ, բայց գնում էինք հիվանդանոց։ Երբեմն ինձ մեղադրում եմ, ասում եմ, եթե գիշերը գնայի, շուտ հիվանդանոց կտանեի, բայց եղավեն, ինչ եղավ։ Մայրիկիս գերեզմանը մեր համար սրբատեղի ա, եթե մեր հետ մի բան լինում ա, պետք ա գնանք, կիսվենք։ Հայրս մինչ օրս չի հաշտվում, 10 տարի պայքարեց, որ մամայի գերեզմանի մոտ ծառեր աճացնի, ու արեց։ Ռաֆայելը հուզվեց ու հավելեց, որ մայրը միշտ կենդանի կմնա իր հիշողության մեջ։ Ռաֆայել Երանոսյանը նաև անդրադարձավ իր անձնական կյանքի մասին խոսակցություններին, նշելով հետևյալը. «Վստահ եմ, հիմա շատերը նայում են ու ասում, այ տղա ջան, պսակվի, ընտանիքից լավ բան չկա։ Ճիշտ եք ասում, խոստանում եմ, կգա այդ հրաշալի օրը, և իմ ամենամեծ ձեռքբերումը կլինի իմ ընտանիքը, իմ զավակները, տարիքի հետ մի քիչ ուրիշ ձև ես դառնում»։ Ռաֆայել Երանոսյանը խոսել էր նաև մարզից մայրաքաղաք գալու և իր գործունեությունը սկսելու մասին։ Ես երբեք չեմ նեղվել իմ գյուղում ծնվելու փաստից, գյուղում ապրելու, գյուղը սիրելու, գյուղում անցկացրած մանկությանս, պատանեկությանս, երիտասարդությանս փաստից։ Հիմա էլ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, ամենալավ տեղը, որ կարող եմ ինձ լիարժեք, հանգիստ ու ապահով զգալ, իմ հայրական տունն է, հայրս, հորաքույրս։ Չի կարելի մոռանալ ծննդավայրը, ակունքներդ, մոռանալ այն տեղը, որտեղ ծնվել ու մեծացել ես, և ձևավորվել ես որպես մարդ։ Իմ ծնողներն ինձ այդպես են դաստիարակել, եղբայրներս էլ այդպիսինն են։ Մենք ունենք լավ տուն, լավ ծնողներ, հորաքույրս դարձել է ինձ համար արդեն մայր։ Ռաֆայել Երանոսյանն ասել էր, որ կողքին կա սիրելի էակ։ Չի ներկայացրել նրան, ասել է, որ շուտով կամուսնանան։ Ինչու չի գալիս այդ շուտովը, ինչ է կատարվում հիմա։ Այս մասին ևս դերասանը խոսել էր նույն հարցազրույցի ընթացքում։
Իմ կյանքում միշտ մարդ լինում է։ Անձնական կյանքս շատ չեմ սիրում հրամցնել ու ներկայացնել։ Ես շփվելիս գեղեցիկ սեռի հետ մինչև այն կետը, որ պետք է հասնի եկեղեցով կամ թղթով արդեն գրված լինի։ Տեր եւ հնազանդ չեմ սիրում հրամցնել։ Այն ժամանակ, երբ ուզում էինք արդեն ամուսնանալ, ինչ-ինչ պատճառներով չստացվեց այդ ամուսնությունը։ Միշտ շաբաթն ուրբաթից շուտ է գալիս։ Աստված տա ամեն ինչ լավ ստացվի։ Հետո մի քիչ էլ մեծացել ես, ուրիշ ձև ես, բնավորությունդ ուրիշ ձև է դարձել։ Քեզանից երիտասարդ աղջկա հետ, որ շփվում ես, շատ բաների հետ չես հարմարվում, շատ բայցեր կան, շատ հարցումներ։ Հա, ես եմ մեղավոր շատ բաներում։ Իդեալական մարդ չկա։ Ես էլ այդ օրվան բոլորից շատ սպասում եմ, եւ ես էլ ուզում եմ այդ հաճույքը զգալ։ Ես էլ ընտանեկան հաճույքը զգամ, արդեն ընտանիքիս հետ տոնածառը զարդարեմ ու պատրաստվեմ ամանորին, անկեղծացել էր Ռաֆայելը։ Վերադառնալով իր հայրական տան թեմային, Ռաֆայելը նշել էր. Քո տան կտուրից եթե կտրվեցիր, կմոռանաս ամեն ինչ։ Եթե տունդ մոռանաս, կմոռանաս ամեն ինչ։ Եթե տունդ մոռանաս, հողդ էլ կմոռանաս։ Չի կարելի։ Այսօրվա երիտասարդները գուցե չհասկանան, թե մենք ինչի միջով ենք անցել։ Մեր ծնողները հերոսներ են եղել։ 90-ականներին, երբ ոչինչ չկար ու մենք դա չէինք գիտակցում, իրենք ամեն օր արել են ամեն ինչ, որ մենք ունենանք անհոգ մանկություն։ Լույս չկար, օր է եղել, որ ճաշը միայն կարտոֆիլով է եղել, բայց մենք այդ պահին չենք գիտակցել։ Կերել ենք ու դա աշխարհի ամենահամեղ ճաշն էր, որովհետև մայրիկն էր պատրաստել։ Նշել էր Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆայել Երանոսյանը շատ ակտիվ գործունեությանը զուգահեռ շատ հաճախ նաև մասնակցում է տարբեր հարցազրույցների։ Այս անգամ եւս Իմունիտետ հաղորդման հյուրը Ռաֆայել Երանոսյանն էր։ Զրույցի ընթացքում Ռաֆայել Երանոսյանը նշել էր. Հիմա դժվարացել է ամեն ինչի մասին խոսելը։ Նախ մարդկանց հոգեվիճակն է ուրիշ ձև դարձել։ Բոլորը նյարդայնացած են, ճղայնացած են։ Գիտեք ինչքան են գրում, այ կապիկ, մեյմուն, չգիտես ինչ ասես։ Ինչ որ խոսես, ինչ ասես մեկ է, ինչ որ մեկը կողքից գալու է ու քեզ մեղադրի։ Չենք կարա չէ բոլորս նույն ձև մտածենք։ Երբ որ հայ կինն է հայհոյում ու անիծում, երբ որ հայ տղամարդն է կնոջը հարվածում, կուժն ու կուլան խառնվում են իրար։ Բայց ախր մենք լավն ենք, որտեղից է հայտնվում այդ զանգվածը, որ հայհոյում է, պառակտում է։ Ժամանակները հիմա փոխվել են։ Չկա նենց մարդ, որ հիմա ասի. ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Ես երջանիկ մարդ եմ, այնքանով, որքանով այս պահին ապրում եմ իմ ընկերների, ծնողիս, հորաքրոջս, իմ մասնագիտությամբ եմ զբաղվում, բայց իրականության մեջ, որ նայում ես, կա հոգս, խնդիր, լիքը չբացահայտված կետեր, ահա որա։ Իսկ դու մարդ ես, մսից ու արյունից։ Երբ որ հարևանդ իր երեխային մինչև այսօր փնտրում է, դու չես կարող շատ երջանիկ լինել։ Մեկը դու մտնում ես իր վշտի մեջ։ Ես չարաբաստիկ պատերազմից հետո կորցրել եմ եղբայր, կորցրել եմ ընկերոջ երեխաներ, հույսս ու հավատս ամարել, թասիբս անկճվել, բայց ես չեմ փորձում պարտված մնալ, անկեղծացել էր Ռաֆայել Երանոսյանը։